որը ժամանակի ընթացքում մաշվել է տարբեր պատճառներով։ Հնարավոր է ցեցի վնասված հատվածներ կան, կամ շատ է ոտքի տակ օգտագործվել, մաշվել, քանդվել։ Այստեղ տեսեք արդեն վերականգնված հատվածն է, ամբողջությամբ այս վերևի հատվածը վնասված է եղել, ու նոր հիմքեր ենք անցկացրել, նոր միջնաթել եւ հանգույցներով վերականգնել ենք։ Անպայման դասկահի մոտ մոտենալու ենք եւ հանգույց կապերն ենք սովորելու, եւ այս գույները, որոնք որ տեսնում եք, ամբողջությամբ ներկված են եղել բնական ներկանյութերով, դրա համար շատ բնությանը մոտ երանգներ են, օրինակ մեր հայկական գորգերում չեք հանդիպի վառ տհաճ գույներ, բոլոր գույները բնությանը մոտ են եւ շատ աչքին հաճելի։ Իհարկե ըստ երանգների կարելի է իմանալ ու որոշել, թե որ տարածաշրջանին է պատկանում գորգը, որովհետեւ տարբեր շրջաններում, քանի որ եղանակները կլիման տարբեր են, բնականաբար նաև գորգի այս հյուսերի գույներն են ավելի վառ կամ ավելի պասիվ լինում։ Հակառակ արտաքյան նորմալի գորգերի գույները շատ են տարբերվում եւ ամեն ինչը կապված է տվյալ տարածաշրջանի ջրից, եղանակից եւ իհարկե արևից։ Այս մասն արդեն վերականգնված է, դրանք պետք է կտրել, ուզել եւ ընդհանրապես